1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ խորհրդարանում տեղի ունեցած այդ խայտառակ լեզվակռվին եւ փորձելու եմ այդ ամեն ինչին նայել փոքրինչ այլ տեսանկյունից։ Այդ հայհոյախառը լեզվակռվին բոլորը հետևել են, դրանց բովանդակությանը անդրադառնալու կարիք կարծում եմ առանձնապես չկա, որովհետեւ այդտեղ բովանդակություն էլ չկար, այդ ամենի մեջ քաղաքական բովանդակություն առավելևս ընդհանրապես չկար։ Եթե մի քանի խոսքով ներկայացնելու լինեմ այդ բովանդակությունը, ապա մոտավորապես սա էր։ Ընդդիմությունը եւ իշխանությունները միմյանց մեղադրում են, ասում են դուք կոռումպացված եք, թալանչի եք, նրանք ասում են դուք եք կոռումպացված, թալանչի, նրանք միմյանց անվանում են դավաճան, միմյանց անվանում են Արցախի կորստի համար հիմնական մեղավոր, միմյանց թուրք են անվանում եւ այլն, ասում են մենք կգանք, այ մենք որ գանք իշխանության, ձեզ ծեծելու ենք, նրանք էլ ասում են այ կոնկրետ Լևոն Քոչարյան, այ դու մյուս անգամ մտնես ազգային ժողով, քեզ ծեծելու ենք, չէ, մենք ենք ձեզ ծեծելու, այսինքն այստեղ քաղաքական բովանդակություն չկա։ Հիմա այս ամենը տեղի է ունենում դեպ այդ Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի ֆոնին։ Բայց ինչ հիբրիդային պատերազմի մասին է խոսքը, եթե խորհրդարանում ներկայացված այդ պատգամավորների 90% իրենք հենց տեղով մեկ հիբրիդներ են։ Ի վերջո հիբրիդը հոմիային կենսաբանական չի լինում, ասենք ջորին, ձիու եւ էշի հիբրիդը կամ մեքենաների հիբրիդների մասին չի խոսքը։ Միայն այդ պատգամավորների 90% հիբրիդներ են, քաղաքական գործչի եւ փողոցային խուժանի հիբրիդներ են։ Եվ ըստ նպատակահարմարության, ըստ իրավիճակի, նրանց ռեժիմը փոխվում է։ Քաղաքական գործիչ են, մեկ էլ հանկարծ իրավիճակը փոխվեց, ռեժիմը փոխվում է եւ նրանք դառնում են փողոցային գործիչներ, այսպես ասենք։ Օրինակ, իշխանությունները անընդհատ ներկայանում է որպես թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական, այս խոսքի ազատության ջատագով, կամ ասում է, որ մեզ համար առաջնահերթություն է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելը, առաջին հերթին Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, նրանք մեզ թշնամիներ չեն, նրանց հետ պիտի նորմալ հարաբերություններ հաստատել, հետո փոքր-ինչ իրավիճակը լարվում է եւ նրանք անմիջապես սկսում են ընդդիմության մեղադրել, թուրքը դուք եք եւ այլ, ով որ մեզ թուրք ասի ու սկսում են այդ հայհոյանքները։ Բա ինչ եղավ ձեր այդ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելը, նույնն էլ ընդդիմությունը, նրանք ասում են այ դուք կոռուպցիայի դեմ կոռուպցիայի մեջ թաթախված եք, այ մենք գալու ենք, իրավիճակը շտկելու ենք, դուք բռնությունների եք ենթարկում, ընդդիմությանը խոսքի ազատությունն եք ոտնահարում եւ չի կարելի այդպես, մեկ էլ հանկարծ իրավիճակը փոխվում է եւ նրանք սկսում են հայհոյել ամենավերջին բառերով, այսինքն էլի փոխվեց, իրենք դարձան փողոցայիններ, միանգամից քաղաքական գործիչների ռեժիմը փոխվեց։ Հիմա այն մասին, թե ուրիշ էլ ինչով է նրանց գործի ոճը շատ նման։ Տեսեք, թե նրանք ինչպես են արդարանում։ Օրինակ, իշխանություններից սկսենք, հա։ Մարդիկ իշխանություններին հարցնում են, ասենք Արսեն Թորոսյանին հարցնում են, ասում են, այդպես որ խոսում ես, հարց ենք տալիս, այն COVID-ի ժամանակ այդ պատրվակով հավաքված այդ տասնյակ միլիոնավոր դոլարների հետ չկան հետքերը, չկան, չի երևում, ինչ եղավ։ Ոչ մի ձայն։ Քաղաքական հայտարարություններ, թե ինչպես են նախկինները կոռումպացված։ Տիգրան Ավինյանին հարցնում են, ասում են այդ Անիֆի այդ տասնյակ միլիոնավոր դոլարները ինչ եղան։ Նույն հարց տալիս են Նիկոլ Փաշինյանին, ոչ մի բան, ոչ մի պատասխան։ Էլի խոսում են այն մասին, որ այ նախկինները թալանել են եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանին հարցնում են, ասում են ձեր իշխանության 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է մոտավորապես 7 միլիարդ դոլարով, ավելի շատ։ Այսինքն ամեն Աստծո օր իշխանությունները առյալ շաբաթ կիրակի օրերը, այս իշխանությունները վերցրել են օրական 3 միլիոն դոլար։ Հարց են տալիս, ասում են, ինչ եղան այդ գումարները։ Ինչ է պատասխանում, ասում են, դե փոխարենը այ մենք պետությանն ենք վերադարձրել հատիկ առ հատիկ ծրագրի շրջանակներում, չգիտեմ, Երևանի կենտրոնում ինչ որ ավտոտնակ։ Կամ ինչ որ գյուղում կառուցել ենք 320 մետր բորջուր։ Ասում են Հայաստանի իշխանություններին հարցնում են, ասում են
կորցրեցիք Արցախը, տվեցինք 5000-ից ավելի զոհ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից ունեցանք 200 քառակուսի կիլոմետր տարածքի չափ կորուստ։ Ով պիտի դրա համար պատասխան տա։ Իշխանությունները ասում են, դե այդ ամեն ինչը մենք չենք արել, դա դեռևս 91 թվականին Ալմատի հռչակագրով էր հանձնված, նախկիններն են հանձնել, Լիսաբոնում էր հանձնված եւ այլն։ Դա մեր օրոք չի եղել, այդ ամեն ինչը դրա համար մենք չենք մեղավոր, բայց փոխարենը ունենք պատ իրանցում եւ դա մեր մեծագույն նվաճումն է։ Իսկ Ղարաբաղի կորուստը ինչ ասում են, դա մեր ինքնիշխանության վզին կապված։ Թող էլ մենք վերջապես դրանից ձերբազատվեցինք, դժբախտ դժգույն էր դա։ Հայաստանի տարածքի հետ 200 քառակուսի կիլոմետրն էլ հետ։ Հայաստանի իշխանություններին հարցնում են, ասում են, դուք ձախողել եք, Նիկոլ Փաշինյանն են ասում, դուք ձախողել եք բոլոր ոլորտներում հնարավոր ամեն ինչ։ Ինչ է պատասխանում, ասում են, դե հա, դե մենք տգետ ենք, մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում։ Ասում են, լավ, դուք տգետ եք, ամեն ինչ ձախողել եք, ինչու չեք հեռանում։ Դե ասում են, դե որովհետև կրթվել է նորաձև է, այ հիմա ոչինչ, կկրթվենք, վերջապես կփոխադրվենք հաջորդ դասարան եւ առաջիկայում էլ ժողովուրդը մեզ ձայն կտա, այ կտեսնեք, մեր ժողովուրդն է ձայն տվել, այնպես որ բոլոր պահանջները իրենք այդպես են ասել, եթե մենք տգետ ենք, մեզ են ընտրում, ուրեմն աղքատությունը ձեր գլխում է, ասում են Նիկոլ Փաշինյան հարցում են, բա ասում եք ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, անընդհատ տուգանքներ, նորանոր, այսպես հարկային տերոր այդ ամեն ինչը, դե ինչ են պատասխանում, ասում են հարկ վճարելը մեր պետության հիմքն է, դա մեր այն գինն է, որ մենք պիտի վճարենք մեր ինքնիշխանության համար, այսինքն եթե հարկային տերոր չլինի, առաջ որ այսպիսի չէր վիճակը, երբ որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէր, մենք պետություն չունեինք, պետականություն չունեինք, այ հիմա ինքը դա այդպես է։ Հիմա ինչպես են արդարանում ընդդիմադիրները, օրինակ, տեսեք, այս իշխանությունները իբր թե կարծես թե ձգտում են իշխանափոխության, ուզում են գալ իշխանության, իսկապես ուզում են գալ իշխանության։ Ռոբերտ Քոչարյանի որդուն սարքում են լիդեր, ակնհայտ է դա, փորձում են վերել դարձնել լիդեր, որտեղ ընտրություններին մի տարի ժամանակ է մնացել, եւ հասկանալի է, որ նա ոչ մի շանս չունի ընտրություններով իշխանության գալու, հենց միայն այն պատճառով, որ նրա արտաքին ձայնի տեմպը շատ նման է Ռոբերտ Քոչարյանին։ Վերջ, այսինքն նա որևէ շանս չունի։ Բայց ենթադրենք, թե լավ, ունի դա մի կողմ թողնենք, ենթադրենք, թե նա իր փայլուն քաղաքական գործիչ է, փայլուն գիտելիքներ ունի, այդ գիտելիքները ստացել է ոչ թե մարզասրահներում, այլ չգիտեմ, 7 անգամ Հարվարդն է ավարտել, ենթադրենք։ Բայց այդ մարդուն հարցնում են, ասում են երիտասարդ, դու որ խոսում ես, ասում ես գալու ես այ կոռուպցիայի դեմ պայքարես, այդ ամեն ինչը բան, այս ամեն ինչին վերջ տաս։ Դու 22 տարեկանում ունեցել ես 3 միլիոն դոլար։ Դրանով ինչ որ բիզնես ես ձեռք բերել։ Քեզ որտեղից 22 տարեկանում 3 միլիոն դոլար։ Վերջ, պատասխան չկա։ Ոչինչ չի կարողանում պատասխանել։ Հասկանալի է, չէ՞ որ այդ մարդու ետևից ժողովուրդը չի գնալու, որովհետև նա երբեք այդ հարցի պատասխանը չի ունենալու։ Եվ դուք ուզում եք ասել, որ այդ մարդուն առաջ մղելով ընդդիմությունը իսկապես ուզում է հասնել իշխանության։ Եթե ուզեն հասնել իշխանության, պարզ է, չէ՞ որ այլ լիդեր կփորձեր առաջ մղել։ Հիմա վերադառնանք այդ հիբրիդային պատերազմի որի մասին բոլորն են խոսում են այն ենթատեքստով, որ միշտ էլ մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղվել, այ արևմուտքը այդ պատերազմի միջոցով այսօրվա իշխանություններին բերեց հասցրեց իշխանության, Ռուսաստանը հիբրիդային պատերազմի գործիքակազմով փորձում է ընդդիմությանը բերել իշխանության եւ երկու դեպքում էլ ասում է, որ դրա նպատակը մեր ինքնիշխանությունը վերացնելն է, մեր անկախ պետականությունը վերացնելն է։ Ընդդիմությունը ասում է, որ արևմուտքը հիբրիդային պատերազմով այս իշխանություններին բերելով ուզում է մեր ինքնիշխանությունը վերացնել, իշխանություններն էլ ասում են, որ Ռուսաստանն է հիբրիդային պատերազմով թիրախ դարձել մեր ինքնիշխանությունը, այս ամեն ինչը նրա համար է արվում, որպեսզի Հայաստանը ինքնիշխան պետություն չլինի։ Լավ, ի վերջո ինչ է իրենից ներկայացնում ինքնիշխան պետությունը, պետականությունը, դա ինչ որ վերացական հասկացություն չի։
Ինքնիշխանությունը ենթադրում է առաջին հերթին պետական կառավարման ինստիտուտներ, կառավարություն, խորհրդարան, ենթադրում արդարադատության համակարգ, բանակ, մշակույթ, կրթություն եւ այլն, այդ բոլորի ամբողջությունն է։ Հիմա կարելի է իբր թե պայքարել ինքնիշխանության համար, բայց ներսից հերթով վերացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք մեզ դարձնում են ինքնիշխան երկիր։ Հենց դա էլ այսօր տեղի է ունենում։ Ասենք կառավարություն։ Մենք ունենք կառավարություն, ինչ է իրենից ներկայացնում այդ կառավարությունը։ Տեսնում ենք բոլորս։ Նիկոլ Փաշինյանը գալիս է կառավարության նիստի, բոլորը տեղներից վեր են կանգնում, Նիկոլ Փաշինյանը, եթե տրամադրությունը բարձր է, ինչ որ անեկդոտ է պատմում, բոլորը պարտաճանաչ ծիծաղում են, կամ եթե տրամադրություն չի ունենում, քթի տակ ինչ որ բան է փնթփնթում, հետո այդպես մռայլ փակ գախնի կամ չզեկուցող ընթացակարգով ինչ որ որոշումներ են ընդունում եւ վերջ, սա է կառավարություն։ Մենք ունենք ազգային ժողով։ Երբևէ տեսել եք, որ ազգային ժողով ինչ որ քննարկումներ լինեն լուրջ լրջագույն հարցերի վերաբերյալ կառավարական, խորհրդարանական կառավարման համակարգով երկրում, չէ։ Այնտեղ իբր ինչ որ քննարկում է լինում, այդ քննարկումը անմիջապես վերածվում է լեզվակռվի հայհոյանքների տեցի կռուկի նման մի բան է դառնում, վերջ, սա ազգային ժողով ուրիշ գործառույթ չունի փաստացի։ Այսինքն այդ ինստիտուտն էլ է վերածված բովանդակային առումով։ Մենք ունենք բանակ, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում բանակում։ Տեսնում ենք, թե ինչպես է քայքայվում արդարադատության համակարգը։ Վնգստացող դատավորներ, չգիտեմ, տեսնում ենք, թե ինչ է կատարում դպրոցում, ինչ է կրթության համակարգի հետ, ինչ է կատարում, ինչ մակարդակի է իջել դա։ Մենք տեսնում ենք, թե անգամ մշակույթի ոլորտում, թե ինչպես են այդ օրինակ թատրոնները անցանկալի անձանցից է, մի խոսքով դա էլ են ներսից է քայքայվում։ Եվ սա արվում է համատեղ միասին, այսօրվա իշխանությունները եւ դիտողոսակիր ընդդիմությունը միասին են անում սա։ Ամեն մեկը ըստ երևույթին գործիք դառնալով մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմում, նրանք համատեղ ջանքերով ներսից քայքայում են մեր ինքնիշխանությունը, վերացնում են դրա բոլոր հիմնասյուները։ Որի արդյունքում, եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք ընդհանրապես համակարգ ինքնիշխան պետություն, որ արտաքինով այդպեսին է, բայց ներսից արդեն քայքայած եւ բավական է լինելու ընդհանրապես դրսից մի փոքր ցնցում, որպեսզի թղթե տնակի նման դա փլուզվի։ Հայաստանում այսօր պետականությունն է քայքայվում, պետականության բոլոր ատրիբուտները խնամքով քայքայվում են, այնպեսի տպավորություն է, որ լինում է, չէ, երբ դպրոցում ասենք դասարանում ուսուցչուհին դասասենյակից դուրս է գալիս եւ անմիջապես երեխաները խառնվում են իրար, սկսում են աղմկել, գոռգոռալ, սեղանները շուրջ տալ, չգիտեմ, ապակիները ջարդել, աղմկել, անտերություն, մի խոսքով անտերություն։ Հիմա Հայաստանը այդ վիճակում է։ Այդպիսի անեկդոտ կար, չէ, խորհրդային պատերազմի մասին էր, որ ասում են գերմանացիները մտան անտառ, գրավեցին, հաջորդ օրը պարտիզանները եկան, դուրս շպրտեցին գերմանացիներին, երրորդ օրը գերմանացիները նորից եկան, գրավեցին, հետո պարտիզանները նորից հետ վերցրեցին, իսկ հետո եկավ անտառապահը եւ քշեց բոլորին։ Հիմա Հայաստանում կարծես այդպիսի վիճակ է։ Բոլորը ամեն ինչ սպասում են ուղղակի, որ մինչև անտառապահը գա եւ ուղղակի դուրս շպրտի այս իշխանություններին էլ, այս ընդդիմությանն էլ։ Որովհետեւ այո, Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ իշխանություն պարզապես չկա, անտերություն է եւ բոլորիս նպատակը պիտի լինի ամեն ինչ անել, որ այդ անտառապահը վերջապես գա եւ սկսի Հայաստանում պահպանել կամ թույլ չտալ պետականության հետագա փլուզումը, ոտքի կանգնեցնել դա։ Սա պիտի լինի խնդիրը, թե չէ հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ իհարկե իրականացնելու են եւ Ռուսաստանը եւ Արևմուտքը, եւ դա փորձելու են անել, նրանց նպատակները տարբեր են լինելու շահերի տեսանկյունից իրենց։ Բայց մեզ համար միևնույն է, թե նրանք, որովհետեւ նրանց նպատակը լինելու է մեր ինքնիշխանությունը իսկապես վերացնել եւ Հայաստանը որպես գործիք օգտագործել իրենց նպատակների համար։ Իսկ եթե նպատակը մեր պետականության ինքնիշխանության փոշիացումն է լինելու, ապա անկախ նրանից, թե որտեղից է մղվում այդ հիբրիդային պատերազմը, դա մեր պետականությանը դեմ է։ Որպեսզի դա տեղի չունենա, մենք պիտի ունենանք քաղաքական լուրջ ուժ, ոչ թե այսօր այս լեզվակռվի նման, որը
կառաջնորդի Հայաստանի պետական շահերով։ Իսկ այսպես տպավորություն է, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը ներսից ուղղակի քայքայում են պետականությունը, ամեն մեկը ծառայելով իր դրսի տերերին, հասկանալով կամ չհասկանալով, եւ միակ հույսն այն է, որ ջանդամը թե որ պետականությունը չի փլուզվի, կարևորն այն է, որ իրենք այդ պետականության փլատակների տակից կարողանան ամեն մեկը ինչ որ բան փախցնել։ Սա է խնդիրը եւ կարծում եմ առաջիկա այս 1 տարվա ընթացքում նախընտրական հասարակությունը պիտի փորձի քաղաքական դաշտներ, պիտի փորձի ձևավորել մի քիչ ավելի ինչ որ լուրջ ուժ եւ դուրս շպրտել վերջապես այդ իր նույն բառապաշարով, նույն ժեստիկուլյացիայով, նույն մեղադրանքներով իրար հայհոյող այդ նույնիսկ չեմ էլ կարող ասել քաղաքական ուժերի։ Վերջապես պիտի պետական ինստիտուտները աշխատեն այսօրվա իշխանությամբ եւ այսօրվա ընդդիմությամբ մենք միշտ տեսնելու ենք այսպիսի լեզվակռիվ եւ հետո կարիք չկա բողոքել, որ մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։ Եթե այդ բոլոր գործիքները մենք ինքներս կամովին լցրել ենք պետական կառավարման համակարգ, այդ եւ խորհրդարան, որևէ այլ ակնկալիք ունենալու իրավունք չունենք։ Մենք ենք արել։ Հիմա մենք պիտի քանի դեռ ժամանակ կա փորձենք շտկել իրավիճակը։ Իսկ առայժմ այսքանը կհանդիպենք։